Բարև ձեզ սիրելի բարեկամներ, բարև ձեզ հիանալի իմ հզոր հայացք։ Ես Արթուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, այսօր երևի թե մեր խոսակցությունը կլինի էմոցիոնալ, քանի որ այսօր շատ լուրջ հարց ենք քննարկելու, եւ ես խնդրում եմ ձեզ գրեք ձեր մեկնաբանությունները, որպեսզի մենք հասկանանք, մենք ճիշտ ենք մտածում, թե մենք էլ ենք սրանց պես մտածում։ Սիրելի բարեկամներ, համացանցերում, YouTube-յան էջում, Facebook-ում, TikTok-յան հարթակում կա մի կանալ, որի անունն է Վելիկայա Արմենիա։ Վելիկայա Արմենիան դա մի հիանալի հայ մարդու ալիք է, հիանալի ազնվորության, որը որ շատ է սիրում եւ հպարտանում է ինչպես յուրաքանչյուր իսկական հայ ազգի հայ ազգով, անունը Արսեն է։ Հիմա ինչու եմ խոսում Արսենի մասին։ Փետրվար ամսին կարծեմ Արսենը հայտարարություն արեց, որ խնդրում եմ այն քաղաքական ուժերին, որպեսզի արտահայտվեն իրենց դիրքորոշումը տվյալ հարցի շուրջ։ Նրանք համարում են Արցախ Ադրբեջանի մաս, թե ոչ, եւ Հայաստանի Հանրապետությունը պահանջատեր է Թուրքիայից, այո թե ոչ։ Ձեզ ասեմ, առաջի կուսակցությունը եւ քաղաքական ուժը, որը որ արձագանքեց Արսենին Վելիկա Արմենիայի, դա եղավ Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը։ Հետո խոսակցություն ունենալուց հետո Արսենի հետ Արսենը ասեց հետեւյալը. ընկեր Ֆարմանյան, եթե դուք չեք մասնակցելու ընտրություններում, ես շնորհակալ եմ, որ դուք արձագանքեցիք, ես ուզում եմ լսել կարծիքը այն կուսակցությունների, ովքեր գնում են ընտրության։ Ինչի համար եմ այս ամենը ձեզ պատմում, սիրելի բարեկամներ։ Գալիս եմ հիմա հերթով։ Այնուհետև Արսենը Վելիկա Արմենիայի բլոգեր, լրագրող, օֆիցիալ, նորից ասեմ, ի դեպ ձեզ հորդորում եմ բաժանորդագրվեք իրեն էջերին, քանի որ հիանալի հանդիպումներ է կազմակերպում, հիանալի մեծ աշխատանք է տանում հանուն Հայաստանի Հանրապետության եւ հանուն հայ ազգի։ Չհամարեք սա գովազդ, ասում եմ իմ կարծիքը, քանի որ յուրաքանչյուր հայ պետք է ունենա իրեն տեղը եւ արժանի գնահատականը։ Այդրանից հետո Արսենը հրապարակեց, որ իրեն արձագանքել է Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, հրավիրել էր Գագիկ Ծառուկյանը իրենց օֆիս, եղել էր հանդիպում, չգիտեմ ինչ էին խոսացել, որքան ժամանակ էին խոսացել, տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ Արսենը հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանը այն քաղաքական կուսակցություններից, քաղաքական ուժերից առաջինն է, ով արձագանքեց իրեն եւ տվեց իրեն պատասխանը տվյալ հարցի շուրջ։ Ինչի համար սենց ես բացադրեցի։ Այնուհետև չեն արձագանքում գրեթե ոչ ոք։ Լռություն։ Ես ուսումնասիրում եմ քաղաքական դաշտը, թե ով ինչ է խոսում, որովհետև ես պետք է զեկուցեմ ձեզ, իմ հիանալի հայ ազգ։ Տեսեք, չեմ պատասխանում, ամեն դեպքում ես չեմ լսել, ոչ էլ Արսենն է նման հայտարարություն արել, եթե ինչ-որ մեկին բաց եմ թողել, ներողություն եմ խնդրում, բայց չեմ լսել։ Բայց սակայն, թե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, թե մնացած բոլորը, մեկ անգամ եւս ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ մեկին ես չեմ տեսել, չեմ լսել, բայց մարդիկ արել են, այդ մարդկան չի վերաբերում։ Այն կուսակցությունները, եթե չեն արձագանքում ինչ-որ մի կուսակցության, որը որ անում է հետևյալ հայտարարությունը, որ Արցախի թեման իրենց համար փակված է, այսինքն ճանաչում են Ադրբեջանի մաս, արցախցիների վերադարձը Արցախ փակված է, իրենք այստեղ ինչ-որ մի բան կանեն, Արևմտյան Հայաստանը դա Հայաստան չէ, իրենք Թուրքիայից պահանջատեր չեն, եւ մի շարք տարբեր հարցեր, որը որ կապված է ուղիղ Հայաստանից Հանրապետության հետ, հայրենիքի մեր եւ Հայաստանից Հանրապետության քաղաքացու հետ։
Եթե այդ կուսակցությունները չեն արձագանքում, լռում են, ուրեմն այդ մարդիկ նաև կիսում են այդ հայացքները, ինչ որ անում են տվյալ կուսակցությունները։ Հիմա ես, որպես Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավար, ուզում եմ դիմեմ ճակերտների մեջ ընդդիմադիր ուժերի, ովքեր անում են նման հայտարարություն։ Հարգելի տիկնայք եւ պարոնայք, տեսեք կուլտուրական եմ խոսում առայժմս, կուլտուրական։ Եթե դուք չունեք պահանջներ, ոչ Թուրքիային, ոչ Ադրբեջանին, եթե Արցախի հարցը ձեզ համար փակված է, ապա խնդրում եմ, ասեք ինձ, ինչի եք մտել քաղաքականություն։ Ձեր միլիարդներով հանդերձ, ինչի եք մտել։ Նիկոլը նույն քաղաքականությունը տանում է։ Ի տարբերություն ձեզ Նիկոլը գոնե դեմոկրատ է, ամեն դեպքում տենց ասում։ Ամեն դեպքում Նիկոլի արած հայտարարությունները լինում են պարզ։ Առաջ էր խափում։ Հիմա ճիշտ ասում Արցախը մերը չի, Թուրքիայի հետ սահմանները բացում ենք, Զանգեզուրը տալիս ենք, երկաթգիծը սարքում ենք, ինչ ուզում է տալիս ենք, մենք եթում ենք խաղաղության։ Հերիք եղավ, բոլ եղավ։ Խաչ քարերը ծանր են, հոմ չենք վզերիցս կախելու, եկեղեցին մեզի հետի պետք չի, նրանք տերտեր են, նրանք հավատացյալ չեն, էսեն են, ինչ ասես ալավ, զատո անումա պարս։ Դուք տակից հիմա ինչ խաղեր եք տալի, էդ եմ ուզում հասկանամ։ Ինչ խաղեր եք տալիս։ Այդ ձեր հզոր անունները, կուսակցության հզոր անունները, մերը տեսեք ժողովրդական կոմունիստական կուսակցություն, համեստ եւ որակով։ Հզոր ենք, ուժեղ ենք, տոյեսիմ տիզերք ենք, ամեն ինչ ենք, եւ վերջում Հայաստան։ Ոնց կարող է մի քաղաքական ուժ, քաղաքական կուսակցություն, քաղաքական գործիչ, եթե հետևի պլան է գցում հայրենիքը, հայրենիքի շահերը, խոսա տնտեսությունից, աշխատատեղերից, գյուղատնտեսություն, ոնց կարա խոսա։ Եթե հայրենիքը դու ազգդ հետին պլան են, դու ոնց կարաս այդ ամեն ինչ անես, ումով անես։ Ուզում եք ես ձեզ պատասխանեմ ձեր տեղը։ Դուք ազգին, հայ ազգին նայում եք ինչպես զոհ։ Դուք փողատեր եք, դուք միլիարդեր եք, ես այդ միլիարդներին եք անդրադառնամ։ Ոմանք աշխատել են քրդինքով, ոմանք թալել են, սրբել են, քերել են ժողովրդի վզից։ Հիմա է դրել են խոսում են, ինչից եք խոսում, ոնց պահանջատեր չեք։ Բայց պահանջատեր չեք, ինչ եք անում Հայաստանի Հանրապետությունը։ Հարց եմ տալի։ Ժողովուրդ ջան, այս մարդիկ ուզում են ազգին տանեն ստրկացման։ Ստրուկ որպես։ Դուք, ձեր երեխեքը, ձեր թոռները, ուրիշ տարբերակ չկա։ Սրանք կամ վախկոտ է, կամ գլոբալիստների ծրագիրն է։ Իսկ եթե գլոբալիստների ծրագիրն է, նա Նիկոլը անում է իրար հետ, ուրեմն թելով սա մեկը մեկի հետ կապված է։ Ես ուզում եմ ասեմ հետևյալը, դուք միլիարդներով գումարներ եք ծախսում ընտրություններից առաջ, ինչը ամեն մեկը մի ձայն փախցնեք, բայց համացանցերում վխտում են հիվանդ երեխաները, հիվանդ ընտանիքները, անկարող ընտանիքները, ձեր բոլորի ասած տատիկ եւ պապիկները օգնության կարիք ունեն, դեղի փող են մուրում, մեկդ մի կոպեկ տված ունեք թե չէ։ Մեկդ մի կոպեկ տված ունեք թե չէ։ Դուք մենակ բոլորդ սիրուն խոսում եք։ Իդեպ ասեմ, սիրելի բարեկամներ, դիմել էին մի շարք ուսանողներ խնդրանքով, երևի ծնողներից էին լսել կոմունիստների մոտեցումը ուսմանը, ասեցին հետևյալը, ընկեր Ֆարմանյան, սենց մի հատ խնդրի առաջ են կանգնել, երրորդ կուրսի երեխեք են։ 3 տարի վճարել ենք, հիմա ծնողներս հնարավորություն չունեն վճարելու, մեզ ասում են, եթե չվճարեք, մենք ձեզ քերացնենք։ Դուք որպես քաղաքական գործիչ եւ կուսակցության ղեկավար, մենք բաժանորդագրված ենք ձեր էջին, խնդրում եմ բարձրաձայնեք այս հարցը։ Ասի երեխեք ջան, ում դեմ բարձրաձայնեմ։ Ում դեմ, թալանչիներին, ազգին ստորացնողներին, թե ոչ պահանջատերին, ում դեմ պահանջը, ում դեմ բարձրաձայնեմ, ով պիտի լսի ձեզ։ Ձեր ծնողները ամբողջովին հարգանքով լցվեցին 88 թվին
եղան խափնված եւ ստորացված այն Լևոն Տեր-Պետրոսյանը որ կա, որը քաղաքական հայրիկն է, այս Նիկոլի ազգին խափեց տարավ անկախության էր դա միացում Արցախ։ Էս ինչ եք անում հիմա։ Երեխեքին հեռացնում են, որպեսզի ծնողները չեն կարող հնարավորություն չունեն գումար բուծեն։ Հանգարց մի հատ երեխա հեռացավ Նիկոլ Փաշինյան, ինձանից բոլորը չնեղանաք։ Ես ձեզ ասում եմ, ես իմ կյանքը 50 տարի ապրել եմ իմ համար, լավ եմ ապրել։ 54 տարեկան եմ, իմ կյանքը ես նվիրում եմ իմ հայ ազգին եւ Հայաստանից Հանրապետությանը։ Եվ ես չեմ թողի, որ մի հատ երեխա, մի հատ ծեր մարդ, մի հատ հաշվանդամ, կռվի մասնակցած, մի հատ ինչ-որ ձեր կողմից կամ ինչ-որ ապագա իշխանության կողմից այդ մարդկանց դուք նեղացնեք։ Չփորձեք ազգից խաբել եւ ստորացնել։ Ես համբերատար օրենքի մարդ եմ, կոմունիստ եմ։ Կոմունիստի համար օրենքը դա ամենաբարձր երևույթն է, ինչը որ գոյություն ունի, բայց դրանից ավել իմ համար գոյություն ունի իմ ազգը։ Ես ասում եմ, հանգարց մեկը փորձեցիք ազգից խաբելու, հանգարց ֆռիկներ արեցիք, խաղեր տվեցիք, ես կոչով կդիմեմ ազգից եւ ազգս ինձ կլսի։ Ես նայեք ձեզ զգուշացնում եմ, հանգիստ գնացեք ընտրությունների, հույսով եմ, որ արդարությունը եւ բարին քաղաքտարի չարին, հույսով եմ։ Մինչև քանի կար բոլորը խոսվեն, սիրելի բարեկամներ, նայեք ինչ են անում։ Մեզի բան պետք չի, մեզի ոչ մի բան, երկիրը սես վիճակի մեջ է։ Երկիրը այդ վիճակի մեջ է, բայց չէ համացանցերը հիմա տրակում, որ մեկի դրել են 20-րդ տեղը, մեկի դրել են մանդատի կռիվին չեք տալի։ Մանդատի կռիվին չեք տալի, դուք հայրենիքի համար եք անում, չէ՞ ամեն ինչ։ Հիմա ինչ եք իրար ուտում մանդատի համար։ Այ մանդատի կռիվ չտվողները մենք ենք, ժողովրդական կոմունիստական կուսակցությունը, եւ չենք տալի։ Մենք չգնացինք այս շոու ընտրություններին ինչի համար։ Առաջինը դուք հզոր եք, դուք փողատեր եք։ Մենք այդ ռեսուրսները չունենք, անգամ գյուղեր այցելեինք, մեր ժողովրդին տեսնեինք։ Մեր արած աշխատանքը ընդամենը հեսա համացանցերը։ Բայց ինչ որտեղ ռիսկներ կար, որ կարող է պատահի մենք չհաղթահարենք շեմը, քանի որ մեր ձայնը մինչև վերջ չի հասել մեր ժողովրդին, եւ մենք փոշիացնելու ենք ձայները ի օգուտ Նիկոլ Փաշինյանի։ Եվ չմասնակցելով ընտրությունների, մենք ասում ենք, Արցախը Հայաստան է եւ վերջ։ Մենք Ադրբեջանից եւ Թուրքիայից պահանջատեր ենք, թե մեր հողերը, թե մեր այրան գինը, թե ամեն ինչը։ Այնքան ուզելու ունենք, թող հələ համաձայնվեն լսել, մենք ցուցակ կազմենք։ Էս ինչ եք անում։ Էս ո՞նց եք անում։ Սիրելի բարեկամներ, իրենք այս հարուստները որ կան, իրանք այդքան չկան, ասեմ ձեզ իմանաք, իրանք վախկոտներ են։ Ասեմ ինչի համար, հիմնավոր է։ Հիշում եք այն պետքարտուղար Վենսը, այն ամերիկացին են, Թրամփի են, բաներից, գուտիկներից եկել էր ստե, որ Նիկոլ Փաշինյանը սաղ հանրապետությունը կատվածար արին, պրոբկե կսարքեցին, ինչա Վենսն է եկե, կառավարությունը պարկեց Վենսի տակ, այն Վենսը ինչ որ բաներ բլթցրեց, սրանք սխալ իրաց շահով սկսեցին թարգմանելը, այդ կապիկությունը հիշում եք։ Հիմա տեսեք այս տեսա հոլովակը, խնդրեմ։ Տեսակ սիրելի բարեկամներ, ընդամենը ժողովրդից մի հոգի մարդ, մի հատ բույ արե, այն Թրամփը ընդ է խառնվել իրար, հազիվ տարան, այն Վենսիս էս մեր շոկի պես, վզից բռնին տարան ընդ է, եւ գիտեք ամենահետաքրքիրն ինչա, որ իրանք իրանց կանանց, այդ աղջիկներին թողեցին, նրանք այդ չոչիկ տալով սեղանի տակից փախնում են, դերվերիցս խնդում են, ու դրանք ամենահզորն են, դրանք նրանք են, ովքեր կարող են
Մուամմար Կադդաֆի սպանել տան, Սադամ Խուսեին կախել տան, ովքեր կարող են Իրանի իսլամական պետությունում դպրոցները ոչնչացնեն երեխաների հետ, դրանք ամենահզորներն են, նույնն էլ սրանք են, այդպես վախկոտ, ազգը հելավ ոտի մի հատ բո արեց, սրանք սեղանի տակից դուրս չեն գալու, ժողովուրդ ջան, ես ասեմ, ես չունեմ Նիկոլ Փաշինյանի պես ոստիկանություն, ես Նիկոլ Փաշինյանի պես չունեմ ԱԱԾ, ինչի համար, ԱԱԾ մերը չի, մերը KGB-ն է, մեր KGB-ն է դեռ Հանգստանում է, բայց ես ունեմ բանակ, եւ բանակը ունի ինձ, եւ այդ բանակի անունը ազգ է, բանվոր հասարակ հայ քաղաքացին, եւ այդ բանակը այսօր հանգիստ նստած նայում է, թե սրանք վերջը ինչ են ուզում բերեն այս երկրի գլխին եւ ազգի գլխին, բայց ձեզ բոլորից զգուշացնում եմ, թե դիմություն, թե ընդդիմություն, մի զարթնացրեք ազգին, մի զարթնացրեք, նոր խաոս այս ազգը էլ չի կարա տանի, մի արեք, մի տարեք ծայրահեղ քայլերի ժողովրդին, դուք եթե ուզում եք փորձեք խաբեք այս ժողովրդին, դրա համար գոյություն ունի Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցություն եւ ես այսօրվանից ձեզի հայտարարում եմ, ես ընդդիմադիր եմ ձեզ բոլորին, թե մինչեւ դա ես նայում էի Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր է դրա մասին խոսում, ես ձեզ բոլորիդ չեմ հավատում, ես ընդդիմադիր եմ բոլորիդ, բոլոր այն ուժերին, ովքեր ուզում է եւ փորձում է խաբել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, հասարակ ժողովրդին, ինչ եք ուզում ես ազգից, լափածներդ վեգալեք ու ռաբներդ քաշեք այս մի կտոր հողատարածքից, մենք պուճուր ազգ ենք, մենք փոքր ազգ ենք, մենք փոքր պետություն ենք, մենք պետք է սրա սազը նվագենք նրանցա, ոչ մեկի սազը չունենք նվագելու, մենք պատմություն ունենք դարերի, հազարավոր դարերի պատմություն ունենք, իսկ վախկոտներին մենք ցույց ենք տալի դուռը, խնդրեմ, Զվարթնոց օդանավակայան, հետո ուր ուզում եք գնացեք, եւ հիշեք մի բան, թե այս ժամանակ հայտարարել էր Արսենը, հիմա հայտարարում եմ ես, այն քաղաքական ուժը, ով որ իրեն դիրքորոշումը հստակ չհայտարարեց Արցախի վերաբերյալ եւ Արևմտյան Հայաստանի վերաբերյալ, Մասիս լեռան վերաբերյալ, եկեղեցու վերաբերյալ, ուրեմն ես աշխատում եմ ընդդեմ ձեզ, օրենքի սահմաններում, տեսեք ձեզի քաղաքական դաշտում 2 րոպեվա ոնց ոչնչացնեմ, հրապարակելով բոլորը այն ինչը դուք արել եք, տղա եք կանգնացրեք ինձի, եթե այդքան կաք, ժողովուրդ ջան, հիմա Նիկոլ Փաշինյանի մասով կարճ, Նիկոլ Փաշինյանը տեսեք ինչ է ասում, խնդրեմ, որևէ մեկը ուզում ասի, որ Հայաստանը չի ծաղկում, ի պատասխան այդպես ասողների ես ընդհանրապես մեղմ կժպտամ։ տեսեք ժողովուրդ ջան, ասում է ինչ ուզում եք ասեք, ես կժպտամ, այսինքն մարդը ձեռ առե, ազգին է ձեռ առե, այսինքն դուք ինչ ուզում եք խոսացեք, խորոված, փարթի, եկեղեցի, հողատու, դավաճան, ինչ ուզում եք ասեք, այս մարդը ընդհանրապես կժպտա, բայց ինչի կժպտա, Նիկոլ Փաշինյանը այդքան միամիտ տղա չի, որ հենց նենց է ժպտում, Նիկոլ Փաշինյանը անցել է մի չարաբաստիկ ազնվորության դպրոց, իր քաղաքական պապա Լևոն Տեր-Պետրոսյանի, եթե հիշում եք Նիկոլ Փաշինյանը հենց գնում է մարզել, բալիկ ջան, վայ, ինչ լավ երեխա է, վայ, ես քո ցավը տալեմ, հենց ասում, թե Նիկոլ Փաշինյանի երեխեքին պատճած կա, ես մեռն եմ, չկա, քանի որ մարդը, եթե ինքը սիրեր երեխա, ինքը 5000 երեխա չէր տալի կոտորի, ես այդից եմ եզրակացություն անում, հիմա այդ երեխեքին պատճում է, այսինքն ինչի համար, իր դասատուն ասել է, հայ ազգի թույլ տեղը դա իր երեխեքն է, օգտագործում ես այդ պրիոմը եւ դու նորմալ ես, այսինքն ծնողների դեմ է թվում Նիկոլ Փաշինյանը ծնողներին չի նայում, բայց ինքը գնացել է ծնողների ձայների հետևից, վայ բալիկ ջան, երեխեք, վայ ինչ լավ է, ձնա գնդի խաղում եք, եկեք խաղանք, կապիկություն, կլասիկ կապիկություն, բայց հիմա տեսեք ուղղից ենք այդ ամենը վերցրել եւ սովորում, հիմա կարող ասեն դա լկտի սուտա Լևոն Տեր-Պետրոսյանը պրիչոմ, խնդրեմ, տեսահոլովակ
Լավ, ես էլ մի երկու բան Սուրիկի մասին ասեմ։ Երևի ամենավաղուց ես եմ իրեն ճանաչում, 10 տարի, բայց ավելի 10 տարուց իրան 88 թվին ինքը ԼՎ-ի դպրոցի տնօրենն էր։ Համամիջնական դպրոցի Գամիր դիմաց։ Դրանք էին հերթապահում միտինգների բաների ժամանակ։ Այդ զորքեր գալիս Երևան։ Ես այդ դպրոցում այդ ժանդարմներին դաստիարակչական աշխատանք եմ տարել, բացատրել եմ ինչ բան Ղարաբաղը, ինչ արդար կռիվային վայրն, դրանից հետո նոր շատ նորմալ եմ պատմել։ Ահա, նատ լավ դեպի, դե նայի, ապրես, անքին չէ բարիգոն, անպայման, քեզ համար, շատ Տեսակ ժողովուրդ ջան, հա իդեպ, Լևոն Տեր-Պետրոսյան, դուք ոստիկանության աշխատողներին, դուք տեսեք մի հատ ինչ խելացի խոդ եք արել։ Ոստիկանության աշխատողներին, սիրելի բարեկամներ, անվանում են ժանդարմները, չէ՞։ Ինքն ասում, ես ում չեմ ասում։ Բայց հետո, դրանից հետո, որ եղել է վատ արձագանք է, նա Նիկոլին ասել է, դու տեն չանես, հեղափոխության ժամանակ հանգարց չասես ժանդարմներ, կասես կեցցե մեր ոստիկանը։ Եվ իրանք ասեցին, եւ ոստիկանը իրենց հավատաց։ Այնքան է հավատացել, որ վերջում է փողերը ավերցրեց, մինչև այսօր հավատարիմի պես ծառայում են։ Չէ՞ Նիկոլ Փաշինյան։ Ժողովուրդ ջան, ուրեմն հիշեք, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, ի՞նչ է նշանակում պայմանագիր, դոգովոր։ Իրենք գոնե պայմանագիրը արեցին եւ բիզնեսի օրենքներով ինչ արեցին, պայմանագրի 90%-ը բիզնեսում, չգիտեմ ներսում Հայաստանում ինչպես է, դրսի բիզնեսները 90%-ը մեկին գցում են։ Սրանք այդ բիզնեսի տեսակետով եկան, ժողովրդի հետ պայմանագիրը կնքեցին, վերջում գցեցին, դաժան ձևի գցեցին։ Իսկ այս մնացածը, ում մասին որ հիմա նոր ասում եմ, ուժերի, տեսեք անուն չտվեցի անգամ չտվեցի, ես հույսով եմ, որ իրանք ինձ կլսեն։ Բայց ասում եմ վերջում հետևյալը, ժողովուրդ ջան, ցավները տանեմ, իմ հայ ազգ, ես անում եմ ամեն ինչ հանուն ձեզ, քանի որ մեկ անգամ եւս կրկնեմ, իմ կյանքը նվիրում եմ ձեզ, քանի որ եռաբլուրի առջև ես պարտք ունեմ։ Ես լավ եմ ապրել այն ժամանակ, երբ որ զոհվել են թե տղաները, թե երեխեք։ Խոսում եմ անկեղծ, ուզում եք հավատացեք, ուզում եք մի հավատացեք, այս խաչսե վկա, թալիսման խաչը։ Ես ասում եմ, թույլ չտաք ձեզի խաբեն։ Ես մինչև վերջի շունչս պայքար եմ տանելու, որպեսզի դուք չլինեք խաբնված։ Բայց եթե դուք կուզենաք ինքներդ լինեք խաբնված, Արտուր Ֆարմանյանը եւ Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը կլինի անզոր։ Ձեզ ասում եմ, չթողնեք ձեզ խաբեն։ Եթե դուք այս ընտրություններին թողեցիք, որ դրանք ձեզ ստորացնեն, ձեզ խաբեն, ձեզ համոզեն, ուրեմն իմացեք, դուք, ձեր երեխաները, ձեր թոռները, ձեր սերունդը ապագա բոլորդ լինելու եք ստրուկներ։ Ես ձեզ ընդամենը ուզում եմ, որ դուք դա ըմբռնեք, ինչ եմ ես ասում։ Ամենահզորը դա ժողովուրդն է։ Իշխանությունը պետք է լինի ժողովրդի ձեռքը, իսկ սրանք, այս մարիոնետկեքը, սրանք ընդամենը փողով վարձած մենեջերներ են, որը պետք է կատարեն իրենց ժողովրդի կամքը։ Լավ չաշխատավ, քացով քամագին ու պերոտ, մյուսը պիտի գա։ Ժողովուրդը պետք է թելադրի, թե ինչպես ինքը ապրի, ինչ ապագա լինի իրեն երեխայի համար եւ իրեն թոռների, իրեն ապագա սերունդի համար։
Այ էդ է դեմոկրատիան, որ իրանք ասում են դեմոկրատիա, էդ է, բայց էդիկ դեմոկրատիա չի, դա սոցիալիզմ է։ Սոցիալիզմա, ժողովուրդ, զարթնեք, սոցիալիզմա դա կոմունիզմա, որ ժողովուրդն է թելադրում սրանց, թե իրանք ոնց աշխատեն։ Հələ փորձվի մեկը սխալ աշխատի մեր վախտերով կոմունիստներով տանում էին ու կորցնում էին, ոչ մենակ իրան ընտանիքը խառը։ Զարթնեք մի հատ ջոգեք, որ չլինեք խափնված, ազգ ջան, ցավները տանեմ։ Եվ ամեն մեկը կոշտ մեկնաբանություններ արեք, եթե տես բան չունենք ուզելու խաղաղությունա, ոչ մի խաղաղություն չկա ժողովուրդ ջան։ Սրանք տանում են ձեզ մատաղատուն մատաղանելու, խափում են բոլորը։ Ժողովուրդ ջան, ավելնորդ էմոցիաների համար ներողություն եմ խնդրում։ Կեցցե Հայաստանից Հանրապետությունը, կեցցե հայ ազգս, կեցցե հայոց սուրբ առաքելական եկեղեցին, կեցցեք դուք, մեր ավակ քույրեր եւ եղբայրներ, տատիկներ եւ պապիկներ, ազգ ջան, պինդեղի, ամուրեղի, մենք հզոր ենք, մենք ուժեղ ենք, մենք իրենց կդնենք իրենց տեղերը։ Հույսով եմ կհանդիպենք, ստեսություն, Աստված բոլորիս պահապան։